Ես լիքը բաներ չեմ արել, թույլ չեմ տվել ինձ անեմ, որովհետև մտածել եմ վայ ամոթ է, վայ սխալ է։ Վերաբերմունքի փոփոխություն միջավայրի կողմից զգացել ես վիրահատությունից հետո։ Տղաների վերաբերմունքն էլ է իհարկե իմ անձի հանդեպ փոխվել, փաստորեն եթե մի օր ես օրինակ չաղանամ, էլ ինձ չեն կարողա չսիրի իմ կողակիցը։ Ես շատ վախեցել եմ կորցնեմ պապայիս։ Հիմա էլ չեմ վախում, որ օրինակ մարդիկ կարող են իմ կյանքից կորեն։ Շատերը չէին համագործակցում, ասելով, որ դու էսթետիկ ես։ Իմ սթորիները որնեք, ես նույն գնջե մազերով եմ, նույն ձևով եմ, այսինքն մենակ նիհարությունն է փոխվել։ Կարող է քիթս մեծ է, հետո նայում եմ, ասում չէ, իմ դուրը գալիս։ Հիմա ինչ փուլ է ձեր ընկերության մեջ։ Հա տոքսիկ է եղել պահի տակ, եղել է, որ չենք շփվել։ Ես գիտեմ Ռաֆոյի բոլոր թերությունները, Ռաֆոնին բոլոր առավելությունները։ Աստղային կյանքը քեզ դուր գալիս է։ Ես միշտ զգտել եմ այդ աստղային կյանքի։ Երկու աստղի ժամանակ շատ էի կարծիքներ լսում, հա բայց ինքը ով է որ եկել է։ Կամա բլոկից հեյթեք անում։ Դեղված եմ, Աննա ջան։ Այսօր դեղված եմ եկեստը։ Ողջույն, Breakpoint-ի այսօրվա մեր հյուրը բլոգեր Նինա Տիտանյանն է։ Նինա, բարի գալուստ, ինչպես ես։ Լավ եմ, դու ինչպես ես։ Լավ, մերսի։ Նին, մոտ 2 տարի առաջ էինք առաջին անգամ միասին զրուցում։ Այս 1.5-2 տարվա ընթացքում շատ բան է փոխվել քո կյանքում։ Իրականում հա շատ բան է փոխվել ու համ լավ փոփոխություններ են եղել կյանքումս, համ վատ փոփոխություններ են եղել, բայց բոլորն են նպաստել են, որ ես ունենամ անձնային աճ, որի համար շատ ուրախ եմ, այսինքն թե վատ թե լավ փոփոխությունները տեղ ունեն լինելու ու եղել են իմ կյանքում, որը նպաստել է, որ ես լիքը բան հասկանամ եւ վերանայեմ եւ ընկալեմ։ Ամենամեծ փոփոխություններից մեկը իհարկե վիրահատությունն էր, -50 կիլոգրամ։ 52, 52, արդեն 3։ Սա իհարկե հասկանում ենք, որ միայն քաշի մասին չի եւ ֆիզիկական փոփոխության մասին չի։ Կպատմես այդ վիրահատության բարդ ընթացքի, գուցե դրանից առաջ ունեցած քո վախերի մասին, որոնք եղել են։ Չէ, վախերը եղել են միայն մասնագիտական, այսինքն բժշկական ինչ-որ թեմայի շուրջ, որը բժշկիս հետ քննարկելուց հետո անցել են, իսկ տենց դժվարություն եղել է զուտ առաջի 2 ամիսը, 2 շաբաթը, զուտ ինչ-որ տենց թուլություն եմ զգացել, բայց հոգեպես ընդհանրապես վախեր չեմ ունեցել, ընդհակառակը դա իմ որոշումն է եղել։ Իհարկե, հետո որ սկսում ես փոփոխությունների ենթարկվես, այս վերջերս եմ դրան եկել, կարամ այդ միտքը ասեմ, էլի։ Ես 30 տարի իմացել եմ ինձ նենց ու լիքը հարցեր իմ մոտ ոնց որ ես լիքը բաներ չեմ արել, թույլ չեմ տվել ինձ անեմ, որովհետև մտածել եմ վայ ամոթ է, վայ սխալ է ու ես համոզել եմ ինձ, որ այդ երևույթները, որ ես անեմ, դա ամոթ է, բայց հիմա որ նիհարել եմ ու հասկանում եմ, որ այս երևույթները զույգ ինձ հասու չեն եղել, դրա համար եմ ես մտածել, որ ամոթ է, դրա համար sense փոփոխվում եմ, շատ են գրում Նինան փոխվել է, փիքմի է դարեբան, բայց իրականում ես ոչ թե փոխվել եմ, այ փիքմի եմ դարեբան, այ ես ինքս ինձ գտնելու ուղղության մեջ եմ, որովհետև ես չգիտեմ հիմա ոնցն եմ, ես այն ժամանակ եղել եմ ինչ-որ մտքերի, եղել եմ ինչ-որ ձևաչափի մեջ, որը կոմպլեքսների, հասարակության ճնշման տակ ձևավորվել է, ես ինքս փորձել եմ ոնց որ այդ դրանից ազատվեմ, սկսել եմ ինձ սիրեմ, բայց ընդհանուր առմամբ տենց 100% չեմ ազատվել այդ վիճակից, հիմա ոնց որ ազատվել եմ, փորձում եմ ինձ գտնեմ, փորձում եմ հասկանամ ով եմ ես իրականում, էլի, այս ձևաչափի մեջ։ Իսկ այդ ի՞նչն էր, որ այն ժամանակ մտածել ես ամոթ անել ու հիմա արդեն հասկացել ես, որ այդ զուտ այդ ստանդարտն էր, որով մտածում էիր։ Էլեմենտար բան ասեմ, պարելը։ Ես մտածել եմ, որ չէ, պարելը կրինժ է, պետք չի պարել։ Բայց հիմա հասկանում եմ, որ չէ, ես սիրում եմ պարել։ Այսինքն լիքը բաներ ես ինձ համոզել եմ, որ ամոթ է, ինձ համոզել եմ, որ դա կրինժ է նայվում, որպեսզի ես կարողանամ դիմակայեմ այդ կոմպլեքսներին։ Հիմա սկսել եմ ոնց որ արդեն ինչ դուրս գալիս է, ինչ ուզում եմ անեմ ու անում եմ։ Այն ժամանակ լիքը բան համոզելով ինձ որ ամոթա չեմ արել։ Հասկացա՞ր, то ես ինձ սիրել եմ այն ժամանակ, ես ինձ ընկալել եմ, բայց ես ունեցել եմ կոմպլեքսներ, որի պատճառով ես ինձ համոզել եմ, որ վատ է այդ իրավիճակները, որպեսզի չանեմ։ Բայց հիմա արդեն ոնց որ չեմ այդ կոմպլեքսներից փորձում եմ ազատվեմ։ Գիտեմ, որ նաև դրանից հետո դե պարզ է նաև փոխվել է առօրյատ ու նաև ոճային փոփոխություններ ես ունեցել, այդ դա քեզ ինչպես տրվեց ու ի՞նչն էր, որ ամենաշատը միշտ ուզել էիր անել ու դա չէր ստացվում, հիմա արդեն
Ոչայինի առումով ասեմ, միշտ ուզեցել եմ կարճ հագնեմ։ Կիսա շրջազգեստ, կիսա տաբատ, դա եմ միշտ ուզեցել ոչային, որտեղ հագել եմ, լավ արձագանքներ եմ ստացել։ Ոչային առումով ես միշտ սիրել եմ հագնվեմ հավես, այդ առումով չեմ էլ նեղվել հագնվելուց, ինչ ճիշտ է։ Ոչային ուղղակի տենց ավելի մի քիչ կանացի շորեր եմ հիմա ընտրում, էլի ավելի կանացի, քան այն ժամանակ։ Էր չնայած այն ժամանակ չեմ ամաչել հագնվելուց։ Ոչային առումով այսքան եմ։ Վերաբերմունքի փոփոխություն միջավայրի կողմից զգացել ես վիրահատությունից հետո։ Այո, ես դա ցավով եմ ասում, որ շատ մարդիկ դա իրոք ցավոտ է, որովհետև հիմա լիքը հարցերում շատ ուրիշ է։ Այն ժամանակ լիքը հարցեր, որ ես անեի կարող աներելի լիներ, բայց հիմա դե լավ են, ես դա անգամ բարձրաձայնել եմ մի անգամ մի հատ իրավիճակում, որ իմ հետ չեղավ այդ իրավիճակը, մի հատ ուրիշ աղջիկա հետ եղավ, ով թմբլիկ էր, ու իր հանդեպ սխալ պահեցին, ասացի մեզ աղջիկը թե նիհարելներ, սաղը օքեյ կլինելու տենց չհամաձայնվեցին իհարկե, բայց ես հասկանում եմ, որ դա շատ վատ բան եմ ասում, իրականում շատ վատ բան է, ես ուզում եմ պայքարեմ դրա դեմ, բայց լիքը բաներ իհարկե վերաբերմունքի առումով էլ նաև փոխվել։ Արի մի քիչ բայց շոշափելի խոսենք, ինչ օրինակ, ինչ իրավիճակներ կարող են լինել։ Օրինակ գովազների հետ կապված նաև։ Հիմա ավելի շատացել են իմ գովազները, քան այն ժամանակ։ Այն ժամանակ շատերը չէին համագործակցում, ասելով, որ դու էսթետիկ ես, չէ՞։ Այո։ Հիմա ինչն է փոխվել, ես նույն ձևով եմ, այսինքն ես էսթետիկ եմ դառնում, արտակնապես եմ նիհարել։ Իսկականից իմ սթորիները որ նայեք, ես նույն գնջե մազերով եմ, նույն ձևով եմ, այսինքն մենակ նիհարությունն է փոխվել։ Անարդար ա եղել այն Նինայի հանդեպ, բայց այս մի Նինան իր հարցերը կլուծի էլի։ Իսկ կլուծի նրանով, որ լավ կապրի, լավ կստեղծի իր գործը առաջ կտանի, միայն տենց կարաս, այսինքն ոչ ոքից չես կարա վրեժ լուծես, ոչ ոքի ուղեղի մեջ չես կարա մտնես, ասես դու սենց սխալ ես մտածում կամ բան, զուտ քո գործով պետք է առաջ գնաս։ Հիմա այն Նինային հաստատ հաճելի է, որտեղ է այս մի Նինան, այն Նինային հաստատ հաճելի է, որ Նինան իր գործով առաջ է գնում, մնացածը արդեն ուրիշների գործն է։ Ու զարմանալի նաև է, որ նկատել եմ մի անգամ այս մասին խոսում էիր, որ նիհարել ես, հիմա բայց ուրիշ քննադատություններ կան, որ էլի քեզ հասնում են, այ, չգիտեմ, քիթը վիրահատես, չգիտեմ, խալը վիրահատես, եւ մարդիկ միևնույն է ինչ որ սպասելիքներ ունեն քեզնից կամ առհասարակ բոլորից, որ պետքա համապատասխանեն իրենց ստանդարտներին։ Գիտես, ես այն օրը ուզում եի սթորի անել այդ թեմայի շուրջ, բայց չարեցի։ Այնքան ենք մենք այդ ստանդարտների մեջ մցրել, մարդիկ էլ իրանց մցրել են այդ ստանդարտները, ոչ փոքր քիթն է սիրուն, օրինակ, չգիտեմ, ասենց աչքերն է սիրուն, որ իրանք դիմացինին են ուզում իրանց ստանդարտների մեջ մցնեն։ Okay, դուք այդ ստանդարտներին եք ուզում ձեզ տակ, տվեք, բայց ինչ եք դիմացինի ստիպում։ Այս քթից մասով այնքան բան են գրել, լուրջ եմ ասում։ Այն որ ես երբեք այդ կոմպլեքսը չեմ ունեցել, հիմա ակամայից ասում, բայց կարող է քիթս մեծ է, հետո նայում եմ ասում, չէ, իմ դուրը գալիս է իմ քիթը, որտեվ եթե ես իմ քիթը փոխեմ, ես դեմ չեմ ոչ մի վիրահատության, եթե մարդ ինքը ուզում է։ Բայց ես հիմա չեմ ուզում իմ քիթը վիրահատեմ, ասում, եթե նստեմ քիթս վիրահատեմ, ես էլ Նինա չեմ լինելու, Նինահ եմ լինելու, չգիտեմ, Նինա Լե եմ լինելու, ինչ-որ սենց ուրիշ մարդ եմ լինելու։ Ես սենց եմ ինձ հիմա անկալում։ Հիմա մեծ է քիթս, օքեյ, ինչ ասեմ, մի նայեք։ Չգիտեմ, պրոստը ես շատ եմ ցավում նրա համար, որ այդ մարդիկ, ովքեր գրում են քիթդ արա, իրանք այդ կոմպլեքսը ունեն իրանց մեջ, հասկանում ես, այդ է իմ համար ցավոտ, որ նայում ես, ասենք, պետք է համերաշխ լինես, ներդաշնակ լինես քո արտաքինի հետ, որտեվ այդ ամենաահավոր բանն է, եթե դու ինքդ քո հետ հնազ, բան չես, էլի հաշտ չես, շատ է խանգարում, շատ Կյանքի մեջ շատ է դա քեզ խանգարելու։ Նինա, արի մի քիչ այդ քո էմոցիաների մասին խոսենք, երբ վիրահատությունից հետո արդեն դու օր-օրի նկատում էիր քո մարմնի վրա փոփոխություն։ Ինչ փոփոխություններ են, ինչ էիր զգում, ինչ էիր մտածում, ինչ էմոցիաներ ունեիր։ Միայն դրական էմոցիաներ կարամ ասեմ, որովհետև օր-օրի ես սենց ինչ-որ նոր շունչ էի ապրում, որովհետև այդ կիլոգրամները, որ տեսնում էի, որ նվազում է, շատ ուրիշ էմոցիաներ, չգիտեմ, պետք է լինես իրոք մեծ քաշի մեջ, որ հասկանաս դա ինչ է, երբ որ տենում ես մինուսներ ու գիտես, որ դու չես գնալու հիմա սրիվ ունենաս ու էլի մինուսը վաղը տենաս։ Դա մի հատ ուրիշ աշխարհ է, լուրջ, անկեղծ չեմ կարա, պետք է այդ լուրջ ցանկանում եմ բոլորիդ ունենաք այդ մեծ քաշը, հետո իջնեք, որ հասկանաք ինչ եմ ես զգացել։ Դա ասած ուրիշ է։ Չգիտեմ, երեխա ծնվելու պես բան է իմ համար։ Չնայած երեխա չեմ ունեցել, բայց որ ուրիշ ունեցել է այդ էմոցիաները ապրել եմ, այդտենց էմոցիա է իմ համար եղել։ Նին, լավ, վիրահատությունից անցնենք, հատկապես շատ սիրում են մարդիկ տեսնել քո ու Ռաֆոյի այդ դուետը, կարելի ասել, ընկերուների։ Մի շրջան կար, երբ դուք հեռացել եք, չէ՞, իրարից։ Այո։
Հիմա ինչ փուլ է ձեր ընկերության մեջ։ Իդեալական։ Ու ոնց է փուլը հաղթարեցիք։ Ես ու Ռաֆոն ոնց որ բան լինենք այդ նա իմ ու Ռաֆոյի մեջ ընկերությունը ինչն է դուրս գալի, որ ես ու Ռաֆոն իրար ֆուլ ընկալել ենք, այսինքն ես գիտեմ Ռաֆոյի բոլոր թերությունները, Ռաֆոն իմ բոլոր առավելությունները, ես չունեմ թերություններ, չէ կատակ եմ անում, Ռաֆոն իմ թերությունները գիտի, ես իր, եւ մենք իրարից պահանջելու ոչ մի բան չունենք, այսինքն ես չեմ զարմանում, որ Ռաֆոն եթե ինչ էս հարցում սենց է պահում, Ռաֆոնը չի զարմանում, որ ես էս հարցում ինձ սենց եմ պահում, որտեղ մենք արդեն իրար ճանաչում ենք, այսինքն նեղվեմ Ռաֆոյից ինչ որ հարցի շուրջ չեմ նեղվի, որտեղ գիտեմ իրան ամբողջովին, ես որոշում եմ կայացրել, իրան ընդունեմ հենց այնտեղ, ինքն է որոշում է կայացրել, ինձ այտենց ընդունի։ Այսինքն այդ որ հերվածել էիք իրարից, այդ այն շրջաններ, երբ դեռ իրար չէիք ընդունում թեկուզ այդ թերությունները։ Այդ շրջանը այտենց ճիշտն ասած մի 2 շաբաթ է տևեն, հենց մեծ շատ չի եղել։ Պրոստը այդ 2 շաբաթ հետո ոնց որ մենք ասենց սկսել ենք ինչ որ ենթադրություններ անել եւ այլն, բայց միշտ եղել է այդ կապը, հա տոքսիկ է եղել պահի տակ, եղել է որ չենք շփվել, ինչ որ sense եղել է այդ ինչ որ sense փուլ է եղել, բայց հետո որ կամած եկել ենք էլի դրան որ մենք տենց ենք իրար ընդունում։ Հիմա Ռաֆոն ոնց կա, ես իրան օքեյ եմ, նույն ձևով համոզված եմ ինքը։ Որտեվ Ռաֆոն որպես ընկեր լավ ընկեր է, իր ամբողջ թերություններով եւ առավելություններով միասին։ Նին նաև այդ վիրահատության հետ կապված, քանի որ խոսում էիր ամենատարբեր հարցերից, որ այն ժամանակ օրինակ, չգիտեմ, այս ստանդարտները կային, հիմա դրանք անցել ես եւ այլն, նաև հարաբերությունների մասով ես հարցին անդրադարձել, որ եղել են պահեր, որ դու մտածել ես, որ օրինակ այն ժամանակ նախկին քաշի փուլում, որ դժվար է քեզ հավանեն։ Այդ մտքերն ես ունեցել։ Հա, ճիշտ է, ես վերջերս շատ ծիծաղալու ռիլ եմ տեսել, կարամ ասեմ, լրիվ իմ մասին է, որ ասում եմ ես մտածում էի, որ ես ընկեր չունեմ, որովհետև չաղ եմ եղել, բայց հիմա նիհարել եմ, հասկացել եմ, որ ես ընկեր չունեմ, որովհետև նիադեկվատն եմ, այդ իմ մասին է։ Ոչ մի բան իմ կյանքում չի փոխվել։ Հա, չէ, իրականում ասեմ, տղաների վերաբերմունքն էլ է իհարկե իմ անձի հանդեպ փոխվել արտաքնի փոփոխությունից հետո։ Ես չեմ մեղադրում, բայց ես իմ մեջ եմ տխրում։ Իմ մեջ ինչի եմ տխրում, որովհետև ես երևի շատ ռոմանտիկ եմ մտածում, ես շատ այդ իրական այդ անկեղծ զգացմունքին եմ ուզում հասնել, որ անկախ ամեն ինչից մարդին սիրի, նենց ոնց որ ես կամ նույն ձևով ես դիմացինին ու այդ արտաքինի փոփոխությունից հետո հասկանում ես, որ ամեն դեպքում այդ կիքսը կա էլի, որ փաստորեն եթե մի օր ես օրինակ չաղանամ, էլ ինձ չեն կարողա չսիրի իմ կողակիցը։ Բայց դա էլ է, չէ՞, հասարակության դրած այդ ստանդարտը, որ դե ես զուտ բացատրում եմ, այսինքն երբ որ ես չաղ եմ եղել, ես ինձ չեն հավանել, ես օքեյ եմ, հա, օքեյ, կարողա ես մարդու ճաշակով չեմ։ Հիմա նիհարել եմ, բայց ես այդ վախը կունենամ, եթե ինչ որ օրերից մի օր իմ արտաքինի հետ ինչ որ խնդիր կա տեղի ունենա, ինձ կարողա չհավանի իմ կողակիցը։ Դա սարսափելի է այդ մտքով ապրելը։ Օրինակ ես կյանքում չեմ նայում մարդու արտաքինին, իրոք ես չեմ նայում տղաների արտաքինին չեմ նայում, ես կուզենամ դիմացինն էլ տենց լինի, բայց ցավով ասեմ կամ համակերպված ասեմ, բայց հիմա նայում են արտաքինին, ինչ ասեմ։ Կարող է տղան ինչ որ մի տղա հավանի թմբլիկ աղջկա ու մարդկային տեսակյունից հավանի, բայց իր մեջի այդ ստանդարտը իրան թույլ չտա, որ ինքը հասկանա, որ սիրում է այդ աղջկան ու այդ շատ տխուր իրողություն է, որի հետ ես չեմ բախվել, այտենց չեմ բախվել, բայց ենթադրություններ ունեմ, որ կարա տենց բան եղած լինի։ Իսկ այն սիրո խոստովանելու շրջանը քեզ օգնեց։ Հետո ավելի վստահ լինելու այդ հարցերում։ Չէ, ընդհանրապես ես դեռ վստահ չեմ սիրո հարցում։ Չգիտեմ, ես մարդկանց շատ եմ վստահում, սխալ է այդ իմ սխալն է։ Հիմա նեղված եմ այդ հարցի շուրջ իմիջայլոց։ Սիրո չէ, էլի վստահելու դրա։ Ինչի, ինչ վատ փորձ ես ունեցել։ Ես միշտ բոլորին իմ չափով եմ չափում, то есть ես մտածում եմ, ես այս բանը չեմ անի դիմացինի հանդեպ, ուրեմն ինքն է իմ հանդեպ չի անի, բայց սխալվում եմ էլի։ Բայց ինչ վատ փորձ ես ունեցել, թեկուզ ընկերության մեջ, թեկուզ ուղղակի գործնական հարաբերություններում։ Դե այտենց վատ փորձ չի, կյանքի դասեր է, արի սենց ասենք, որովհետև վատ փորձ չի, հիմա ես որ մամայիս պատմում, ասում եմ, հա, նորմալ է, ես նեղվում։ Բայց իմ համար նեղվելու է, այլ, այսինքն հիմա որ պատմում կարող է քո համար ոչ մի բան չլինի, չէ, այտենց չեմ ուզում պատմեմ, բայց որ պատմեմ էլ կարող է դու ասես, հա, լավ, ինչ կա դրա մեջ, բայց ես եմ ծանր տանում։ Կյանքի էլի մարդկանց հարաբերությունների, փոխշփումների, ես իմ նեղված եմ, Աննա ջան, այսօր նեղված եմ եկես դե։ Հա, չէ, ինչ որ։ Հա, զգացիր, չէ։ Լեսի ոնց որ մի հատ
փուլ եմ մտել իմ կյանքում, որ ասենց հետ եմ կանգնել կողքից ցաղին նայում եմ էլի, հələ որ չեմ ուզում տենց խառնվեմ, ընկերներից մասով չէ, ընդհանուր առմամբ։ Այդ կապ ունի այդ հետ վիրահատական հոգեվիճակի հետ։ Չէ, մեծանալու հետ կապ ունի։ Կյանքիս մի հատ փուլում շատ արագ մեծացա։ Ես օրինակ այն ժամանակ այս թեմայով ասել էի չխոսենք, բայց ասեմ էլ, ես այն ժամանակ չեմ ունեցել եմ շատ ուժեղ կորուստի վախ։ Ես շատ վախեցել եմ կորցնեմ պապայիս։ Իրոք շատ մեծ վախ եմ ունեցել, բայց որ այդ եղավ, հիմա ոնց որ էլ չեմ վախում այդ դրանից, այսինքն հիմա էլ չեմ վախում, որ օրինակ մարդիկ կարող են իմ կյանքից կորեն։ Դրա համար ինչ-որ տենց փուլ է եկել էլի, որ սենց վերանայում եմ սաղ։ Ընկերներից մասով չէ, ընկերներից բոլորին շատ սիրում եմ ու իրոք ընդունում եմ նենց ոնց որ իրանք կան, ընկերներից մասով չեմ ասել, ընդհանուր սենց ինչ-որ իրավիճակների։ Այն ժամանակ ես անգամ նոր ծանոթացած մարդուն չէի թողի, որ ինքը ինձանից նեղանա, չէի թողի, ես շատ ծանր եմ տանում, եթե կարող եմ ինչ-որ մեկին նեղացնեմ։ Հիմա ասում եմ, օքեյ, եթե քո որոշումն է իմ հետ սենց վարվես, օքեյ։ Ես անգամ երբ որ սխալ եմ արդել ես իմ հանդեպ ես ներողություն կխնդրեմ, որ հանգարցակի ինքը չգնա իմ կյանքից, բայց հիմա ասում եմ օքեյ, դե սխալ ես պահե, պակա։ Իսկ կարող է որ շատ մարդիկ ասում են Նինան փոխվել է, դա նաև այս քո նոր զգացողության հետ կապ ունի։ Երևի էլի, չեմ ուզում խորանամ իրականում։ Հիմա ես էլ ինքս ինձ չեմ հասկացել դեռ։ Մի հատ ուզում եմ ես ինքս ինձ հասկանամ, մի հատ հասկանամ ես ով եմ իրականում, էլի այդ առումով։ Իսկականից ես լիքը հարցերի շուրջ լրիվ ուրիշ ձև եմ սկսեմ մտածեմ։ Ու ես չեմ մտածում, որ ես օրինակի համար բան եմ, երկերեսանի եմ կամ չէ, ես ուղղակի sense նոր փուլ եմ մտել, sense անznային աճ եմ ունեցել ու ես համարում եմ, որ սա շատ լավ է, որ ես փորձում եմ հասկանամ ես ով եմ, որտեվ այն եթե ես մնայի այն նույն կարծիքների, ես լճացման մեջ կլնեի։ Իսկ հիմա ես ինչ-որ ոնց որ նոր առաջի դասարան եմ։ Ու այդ ինձ հավես է։ Լավ, Նին, մի քիչ էլ գանք բլոգինգի ու գործնական աշխարհ, բացի բլոգինգից դու նաև հեռուստատեսային աշխարհում հայտնվեցիր, երկու աստղը քո կյանքում եղավ, որը շատ կարևոր էր, երկու աստղը, սիթքոմեր, ֆիլմեր, ամենատարբեր նախագծերը։ Այս աստղային կյանքը քեզ դուր գալիս է։ Շոտ։ Ես միշտ ձգտել եմ այդ աստղային կյանքին։ Ինքը չգիտեմ իմ կյանքի ամենալավագույն բաներից մեկն է։ Իրա բարդույթներով, իրա դժվարություններով, որովհետև շատ դժվար է իրականում, երբ որ նա մանավանդ նոր ես այս ոլորտում ու ցենց հստակ ինչ որ դիրք չունես, պետքա բոլորին ոչ թե ապացուցես, այս ցույց տաս, որ դու արժանի ես այստեղ լինելու։ Անկախ նրանից արժանի ես թե չէ, այդ չի հարցը, բայց շատ դժվար է այս ոլորտում ոնց որ փորձես ցույց տաս, որ հա ես է կարամ ես անեմ։ Օրինակ երկու աստղի ժամանակ շատ էի կարծիքներ լսում, հա բայց ինքը ով է որ եկել է երկու աստղ, թե կոմենտներով, թե տենց առանձին, բայց ես ոնց որ ամեն ձև անում էի, որ ապացուցեի, որ ես իրավունք ունեմ ստե լինելու, էլի։ Հիմա կարող է տենց շատ պաթետիկ, պաթոսային լսնչի, բայց ես իրականում այդ աշխարհը շատ եմ սիրում, իր ամբողջ այդ բարդույթներով։ Իսկ հատկապես այդ կոմենտներից եթե ես կողմ գանք, նաև այդ ոլորտի մարդկանց կողմից դա լսելը քեզ չէր ընկճում կամ հիասթափեցնում։ Լսի, նայ, այն մարդկանց ում ես սիրել եմ էկրանից այն կողմ, ճիշտ եմ արել։ Ես իրանց սփորտայում չեմ սիրել։ Այսինքն ոչ մի ոնց բացատրեմ, նայ, օրինակ այն մարդկանց կարծիքով ինձ հետաքրքիր է, իրանք մենակ լավն են ինձ ասել ու ոչ թե բանը այդ օբյեկտիվ, այսինքն շատ ճիշտ ձևով adekvat կարծիք են ասել, անգամ քննադատող կարծիքը adekvat է եղել, այսինքն ես ում հավանել եմ, իրենց կարծիքը ինձ հետաքրքիր է, ես հարցրել եմ, իմացել եմ պատասխանը։ Իսկ այն մարդկանց ում չեմ սիրել, իրենց կարծիքը չեմ էլ հարցրել, չի էլ հետաքրքրել։ Բայց ամեն դեպքում եկել հասել են, որ հա, բայց որ ասեմ, այդ ոլորտի մարդկանց մեջ շատ է այդ խոսակցությունը եղել, չէ։ Այդ երկու աստղի հետ կապված։ Օրինակ սիթքոմի հետ կապված, որ դերասաններ կան, որ չեն սիրում, որ բլոգերները նկարահանվում են սիթքոմներում եւ ֆիլմերում, այդ ուրիշ է, բայց դա էլ է մեկ արդեն։ Բայց այդ խոսակցություններին էլ ես զբաղվել, որտեղ եկել նկարվում են։ Հա, նկարահանման տեղն էլ ա եղել մի անգամ, այդ բայց շատ շուտ ա եղել, հələ տենց վստահ չէի ինքս իմ մեջ, դրա համար չեմ պատասխանել, բայց ինչ են ասել։ Փուչ մասնագիտությունա բլոգինգը դուք ասենց ինչ-որ թեմաներ։
Դե հիմա ինչ ասեմ, ամեն մեկը իր ձևա մտածում, էլ չեմ պայքարում, դրա դեմ էլ չեմ պայքարում։ Մերսի շատ Նինա։ Ոայ այսքան վերջում ունեմ կարճ հարցեր քեզ համար։ Ով է ամենահումորով բլոգերը։ Գորշը Օմոնոն։ Ով է ամենազգացմունքային բլոգերը։ Ռաֆոն։ Ով է ամենաէսթետիկը։ Ասին։ Ասի, ճիշտ եմ ասում, Վայ Ֆոքսիկը։ Հա, իմ համար։ Ով է ամենաինտելեկտուալ բլոգերը։ Էվիկը։ Ով է ամենաուսուցողականը։ Մտքարոնը։ Ամենաընկերասեր բլոգերը։ Անին Արզումանյան։ Ամենաբծախնդիրը։ Ամենաբծախ։ Գուցե համագործակցելի իսկ կամ առհասարակ։ Ոյ, լավ բան ասացիր, ով էր։ Երևի Էլեն չէ։ Եվ ումից ես ամենաշատը կաշկանդվում բլոգերներից։ Կաշկանդվում։ Այ, պաստի մտածեմ, բայց կան է տենց բլոգ։ Հա, կամո բլոգից։ Ավակ բլոգերը, չէ՞։ Ավելի Չգիտեմ, չեմ հասկանում ինքը ինձ հեյթ անում, թե չէ, դրա համար չեմ հասկանում։ Կաշկանդվում եմ Մետայի հարցնենք, բարձենք։ Չգիտեմ, կամո բլոգից հեյթ է կանում, որտեվ story էր մի անգամ գցել, ինձ ուղարկել էին, ասում են cover մասին է։ Դա չգիտեմ, եթե իմ մասին չի եղել, չեմ կաշկանդվում, եթե իմ մասին եղել, կաշկանդվում եմ։ Հասկացա։ Մերսի շատ Նինա, շատ անկեղծ բարի զրույցի համար։ Ապրես դու էլ ապրես, հուսամ հասկացաք ինչ եմ խոսացել։ Կոմենտներում գրեք հասկացաք Նինան ինչ էր խոսում, թե չէ։ Այսպիսին էր Նինան Breakpoint-ի տաղավարում, դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ եւ սպասել մեր հանդիպմանը շուտով։